Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ բացահայտում ենք առողջության գաղտնիքներ, խոսում բժշկության վերաբերյալ կարևոր թեմաներից, օգնում ձեզ ձեռնարկել քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման համար։ Տաղավարում ես եմ Ռիփսիմե Պոդոսյանը, Նյարդաբան։ Օրեր անց նշվելու է արյան դոնորության համաշխարհային օրը։ Այդ օրը հունիսի 14-ը առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվել է որպես արյան դոնորության միջազգային օր, խթանելու արյան կամավոր նվիրատվությունը, որը կյանքեր է փրկում, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու բոլոր այն կամավոր մարդկանց, ովքեր պատրաստ են արյուն տալ եւ փրկել բոլոր այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Այսօրը սահմանվել է նշանավոր ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտայների ծննդյան օրը, ով առաջինն է հայտնաբերել արյան խմբերը։ Դե ինչ, մինչ այս թեմայի մասին խոսել, առաջարկում եմ դիտել օրվա անոնսը եւ տաղավար հրավիրել մեր առաջին հյուրին։ Այսօր դիտեք, ով կարող է դառնալ արյան դոնոր, ինչպես է կատարվում դոնորության գործընթացը, նախապատրաստությունից մինչև արյան հանձնում, ինչ է իրենից ներկայացնում էլեկտրոնեյրոմիոգրաֆիան եւ երբ է անհրաժեշտ այն կիրառել, ինչպես նաև ինչ դեր ունի սոնոգրաֆիան էսթետիկ բժշկության մեջ։ Այսօրվա մեր գլխավոր թեման հատկապես այն մարդկանց մասին է, ովքեր առանց ավելորդ աղմուկի եւ ցուցադրության ուղղակի գալիս եւ արյուն են հանձնում ուրիշի կյանքը փրկելով։ Այսօր խոսելու ենք արյան դոնորության կարևորության մասին, խոսելու ենք դոնորության պակասի, հիմնական ցուցումների, ովքեր կարող են արյան դոնոր հանդիսանալ եւ իհարկե ինչպես է կատարվում ողջ գործընթացը։ Այսօրվա իմ հյուրն է Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։ Ողջույն, բժիշկ Շամիլյան, ինչպես նշեցի, արյան դոնորությունը կարծես թե շատ կարևոր, այսօր մեր օրերում հատկապես կարևոր դեր ունի, թե հայրենասիրական, թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական, շատ տարբեր տեսանկյուններից կարող եմ ինքս նշել, բայց շատ կարևոր է նաև ձեր մեկնաբանումը, ինչքանով է կարևոր արյան դոնոր լինելը։ Այո, շնորհակալություն հրավերի համար։ Իրականում շատ կարևոր է արյան դոնորությունը ցանկացած երկրի առողջապահական համակարգի համար, կարելի ասել դա հենասյուներից մեկն է, առանց որի շատ բժշկական միջամտություններ, բուժօգնություն գրեթե անհնար է դրական ավարտի հասցնել։ Ընդ որում դա անընդհատ գործընթաց է, ամեն օր, ամեն ժամ տեղի ունենում արյան փոխներարկում, նույնիսկ այս պահին, երբ մենք զրուցում ենք, մոտ 10-ից 20 մարդ այս պահին, եթե ոչ ավել, դա ամենամինիմալ թվերն եմ ասում, այս պահին ստանում են արյան փոխներարկում։ Այո, կարծես թե արյան դոնորությունը շատ կարևոր նաև հանրային առողջության համար։ Իհարկե, շատ հիվանդություններ, լայնածավալ վիրահատություններ, բարդացած ծննդաբերություն, արյան համակարգի հիվանդներ, որոնք մշտապես արյան կարիք ունեն։ Այսինքն դա գործընթաց է, դա process է, որ ամեն օր, ամեն ժամ կատարվում է եւ շատ կարեւոր է առողջապահական համակարգի համար, որ մշտապես արյան պաշարներ լինեն, որ հանկարծ ոչ մի հիվանդ չտուժի արյան բացակայության պատճառով։ Ստացվում է, որ այս ողջ գործընթացը առանց դոնորության, առանց արյան փոխներարկման, ինչպես դուք ասեցիք, հասցնել դրական ավարտի եւ հանգուցալուծման գրեթե անհնար է լինում։ Իհարկե։ Սկսենք նախ նրանից, ովքեր կարող են դոնորներ լինել, որովհետև կարծիքները մշտապես տարբեր են, մեկը ասում է, ես այս հիվանդությունն եմ, ինչ չի կարելի, ես այս դեղորայքն եմ օգտագործում։ Երևի թե սկսենք ամենակարևոր այդ չափորոշիչներից ու ամենահիմնական չափորոշիչներից, որոնք դուք կնշեք, ովքեր կարող են արյան դոնոր լինել։ Ցանկացած առողջ մարդ, իհարկե ունենք որոշակի սահմանափակումներ, առաջինը դա տարիքն է, պետք է չափած լինեն 18 տարին լրացած, վերին սահման որպես այդպեսին չունենք, բայց օրինակ կադրային մշտական դոնորները մինչև 65 տարեկան հանձնում են, իսկ եթե առաջի անգամ են դիմել արյունատվության 60 տարեկանն է հիմնական, բայց դա տենց խիստ սահման չէ։ Մյուսը դա մարմնի զանգվածն է, կանանց համար 52 կիլոգրամ եւ ավել, տղամարդկանց համար 62 կիլոգրամ եւ ավել, դա կապված է արյան ծավալի հետ, դրանից ավելի քիչ զանգված ունեցողների արյան ծավալը բնականաբար քիչ է եւ այն 400-450 մլ իրենց համար արդեն զգալի է իրենց վնասի առումով։ Ընդհանուր արյան ծավալի մինչև 15%-ը իրավունք ունենք վերցնելու, դա այն քանակն է, որ անվնաս է արյունատվության համար։ Մյուսը դա հեմոգլոբինի ցուցանիշն է, այստեղ նույնպես սեռային տարբերություն կա, կանանց համար 125 գրամ լիտր եւ բարձր, տղամարդկանց համար 135 գրամ լիտր։ Այնտեղ կան ճնշում, զարկերակի թիվը, կան նաև այլ հակացություններ, իհարկե այդ ամենը տեղի է ունենում
դոնորության բույսզնումը իրականացնող բժշկի կողմից եւ եթե կան որևէ հակացություններ, որ արյան դոնորություն կարող է ինչ որ ձև վնասել դոնորին, մենք մերժում ենք արունատվությունը։ Եթե կարելի է մեկնաբանեք նաև այն մարդիկ, ովքեր ունեն օրինակ դաջվածքներ, կատարել են այս կամ այն ժամանակակից պրոցեդուրաներ, արդյոք այդտեղ որևէ սահմանափակում կա, որոնց մասին պետք է անհատը իմանա։ Այստեղ բոլոր սահմանափակումները գալիս են եզրահանգում են նույն մտքին, որ բժշկական գործիքային միջամտություն կամ ասեղի միջոցով կարող է վարակը փոխանցվել։ Խնդիրը դրանում է։ Դաջվածքների մասին շատ միֆեր կան, որ եթե դաջվածք արել ընդհանրապես չի կարող դոնոր դառնալ, ոչ, խոսքը գնում է նորից այդ վարակի փոխանցման մասին։ Եթե ռիսկային, եթե դաջվածքը ստացել է լիցենզավորված կենտրոնում միանվագ օգտագործման ասեղներով, այստեղ ընդհանրապես հակացություն չկա, բայց օրինակ եթե դաջվածքը ստացել է բանակում կամ բերդում, որտեղ նույն ասեղով հնարավոր է, այս դեպքում ժամանակավոր հակացություն, ոչ թե մշտական, այլ ժամանակավոր 6 ամիս, սա նրա հետ է կապված, որ դա է այն ժամանակը, որ տեստերը կարող են հայտնաբերել վարակյալ վիրուսը։ Արդյոք կան համոզմունքներ, որոնք եւս կուզենայի հնչեցնել եւ իհարկե շատ կարեւոր է, շատերին մտահոգում է դոնոր լինելը, արդեն իսկ վախեցնում է, հետաքրքիր է իմանալ նախ այլ համոզմունքներ կան թե ոչ եւ ինչն է պատճառը դոնորության չգալու, ինչը կարող է մտավախություն առաջացնել։ Մեզ բազմաթիվ անգամ հարցնում են, ասում են, դա ճիշտ է, որ եթե մեկ անգամ արյուն հանձնենք, արդեն միշտ պետք է արյուն հանձնենք, ես չգիտեմ, այո, այս որտեղից է տարածվել։ Պիտի դատարկվի արյունը, այսպես են ասում։ Այսինքն ինձ թվում է, թե ինչ որ ֆիզիոլոգիական խթան է գնալու, օրգանիզմը սկսելու անդադար արյուն արտադրել, ոչ, օրգանիզմը արտադրում է այնքան, ինչքան պետք է, այդ process-ը կարգավորվում է եւ եթե տենց լիներ, հիմա եթե մեծամասնություն գոնե մի անգամ արյուն է հանձնել կամ ինչ-ինչ պայմաններում արյուն է գործել, հիմա այդ բոլորը պետքա մեզ մոտ հերթի կանգնած լինեն, չէ, այտենց բան չկա։ Ես ինքս շատ մի քանի անգամ արյուն եմ տվել եւ ընդհանրապես այտենց բան չկա, որ անընդհատ օրգանիզմը կամ որ զգացնել տա կամ ինչ որ վախտանշաններ դիտվեն, որ պարտադիր պետք է գնալ եւ կրկին արյուն հանձնել։ Այո, օրգանիզմը անընդհատ արյունը թարմացնում է, այդ արյունը կազմված է ձևավոր տարրերից եւ հեղուկից։ Ձևավոր տարրերը ունեն կյանքի տևողություն, այսինքն որ ժամանակ հետո դրանք քայքայվում են, տեղը նորն է արտադրվում։ Իսկ հեղուկը անընդհատ ֆիլտրվում է ու օրեկան մենք շուրջ 2 լիտր հեղուկ ենք օգտագործում եւ այդքան դուրս է գալիս։ Այսինքն արյունը ինքը անընդհատ թարմանում է, այդ process-ը անընդհատ է։ Եվ չկա տենց կարծիք, որ արյունը դա ինչ որ մնայուն մշտական զանգված է եւ եթե այն ինչ որ մի մասը գործրեցիր, օրգանիզմը սկսելու անդադար արյուն արտադրել։ Այսինքն մի վախեցեք արյունատվությունից, ոչ մի վտանգավոր բան չկա եւ այն քանակը, որը որ մենք վերցնում ենք, դա օրգանիզմի համար բացարձակ անվնաս է։ Այո։ Կասեք, խնդրեմ, ինչքան արյուն է միանվագ վերցվում, դուք կարծես թե որոշակի միլիլիտրեր նշեցիք, եւ արդյոք կարելի ասել, որ որոշակի ֆիզիոլոգիական կամ միգուցե հոգեբանական, նույնիսկ դրական արդյունք կարող է լինել դոնոր հանդիսացող կողմի համար։ Այո, վերցնում ենք 400-450 միլիլիտր արյուն, դա այն քանակն է, որ օրգանիզմի համար աննկատ է մնում եւ օրգանիզմում գոյություն ունի շրջանառող արյուն եւ պահեստավորված։ Այդ շրջանառող արյան ծավալը պակասելու ժամանակ պահեստավորված արյունը շատ արագ մոտ 15-30 րոպեվա ընթացքում մտնում է շրջանառություն եւ օրգանիզմը ոչ մի օրգան արյան պակասը չի զգում։ Իսկ պահեստավորված արյունը ինքը արդեն աստիճանաբար մոտարպես 40-45 օրվա ընթացքում վերականգնվում է։ Հոգեբանական առումով այն գաղափար այն գիտակցությունը, որ դու կյանք ես փրկում, դրանից ավելի լավ բան չկա։ Մյուս կողմից քո արյունը հետազոտվում է շատ վտանգավոր վարակիչ ինֆեկցիաների նկատմամբ, որոնք շատ մարդկանց մոտ նույնիսկ կարող է աննկատ մնան մի որոշ ժամանակ, որտեղ իրանք երկարատև գաղտնի ընթացող ինֆեկցիաներ են եւ երբեմն լինում է, որ իրանք ոչ մի կլինիկական նշան չունենում, բայց մեզ մոտ հայտնաբերվում է եւ ինչպես ցանկացած հիվանդություն, եթե շուտ ես հայտնաբերում, բուժումն էլ ավելի արդյունավետ է։ Այո։ Կան նաև էլի դրական կողմեր,
սիրտանոթային համակարգի համար միկրո շրջանառությունն է բարելավում, արյունը որոշ չափով այդ կորցրած հանձնածարյան դիմաց սկզբի շրջանում հեղուկ է կոմպենսացվում, արյունը մի քիչ չդիկանում է եւ հանձնանոթային շրջանառությունը ավելի բարելավում է։ Որոշ քանակի եթե իրենց մոտ կա բարձր խոլեստերինի մակարդակ կամ տրիգլիցերիդների կամ լիպոպրոտեինների, որոշ չափով դրանք նվազում են, որը նույնպես դրական էֆեկտ է թողում։ Իհարկե շատ պաթոլոգիաների դեպքում մենք այդ արյունը չենք կարող ներարկել, դրա համար դոնորը պետք է ինքը ի սկզբանե առողջ լինի, որպեսզի իր արյունը ներարկենք հիվանդին։ Շատ հայրենակիցներ վստահ քաչ տեղյակ են ինչպես է գործընթացը ընթանում, երկու հարց կա, որ շատերին հետաքրքրում է, ինչպես է այդ գործընթացը ընթանում, ինչից է կախված, ինչից պետք է մարդ սկսի, օրինակ մենք ունենանք այսօր հուսամ հաղորդումից հետո շատ կամավորներ, ովքեր ցանկություն կունենան արյան դոնոր հանդիսանալ, ինչպես է այդ գործընթացը եւ իհարկե ինչպես է պահվում անվտանգությունը վերցված արյան նմուշի։ Արյունատվության պետք է ներկայանալ հանգիստ վիճակում, այսինքն գիշերը նորմալ քնած, հոգնած չլինեն, այսինքն դա կարևոր պայման է։ Իհարկե հերթապահությունից, գիշերային հերթապահությունից հետո ցանկալի չի գալ արյունատվության։ Ցանկալի է բավարար քնից հետո, 6-ից 8 ժամ։ Այո, նորմալ ինքնազգացողությամբ։ Սնունդը օգտագործելը կարևոր է, բայց մեր հասարակությունը երբեմն չի հասկանում, թե ինչ ճիշտ սնունդը որն է։ Ցանկալի է սնված գալ, բայց ոչ ճարպոտ յուղոտ սնունդ, որովհետև այդ յուղը ինքը շատ արագ անցնում է արյան մեջ, արյունը դառնում է յուղային, այսպես կոչված խիլուսային արյուն, եւ այդ արյունը փոխներարկման համար պիտանի չէ։ Այսինքն ցանկալի չէ արյունատվության գալ օգտագործելով յուղային բաներ, ձուկ, յուղոտ միս, կատնամթերք, նման բաներ պետք չի, բայց ցանկալի է, որպեսզի փոքր չափաբաժնով միս, բանջարեղեն, աղցան, անոթի չգան ամեն դեպքում։ Իհարկե, թխվածքներ փոքր առանց կարագի, առանց կրեմի, բայց ոչ շատ յուղային։ Սուրճ, թեյ կարող են օգտագործել։ Ցանկալի է այդպես ներկայանալ։ 1 օր առաջ ալկոհոլ օգտագործած չլինեն եւ 5 օրվա ընթացքում դեղորայք, բայց ոչ թե օգտագործած չլինեն, այլ նշեն ինչ դեղորայք են օգտագործել, ինչի համար եւ ըստ այդմ բույզնություն անցկացնող բժիշկը կարող է ճիշտ կողմնորոշվել, արդյոք իրանք այդ օրը կարող են հանձնել, թե որոշակի ժամանակ հետո։ Լրացնում են հարցաթերթիկ, անցնում են բույզնություն եւ եթե ամեն ինչ նորմալ է, արդեն արյունը վերցվում է։ Ինչքան է տևում այս գործընթացը, օրինակ երբ լրացրեց, հետազոտությունները անցավ, երբ է պատասխանը հայտնի դառնում եւ կրկին փաստորեն գալիս է դոնորը։ Մոտավորապես 40 րոպեից 1 ժամ։ 40 րոպեից 1 ժամ, դրանք օրեր չեն, այսինքն մեկ օրվա ընթացքում այս նույն օրը պետք է այդ ամեն ինչը կատարվի, այո։ Ահա, շատ կարևոր է, այո։ Անալիզը, երբ որ արյունը հետազոտում ենք եւ վերցնում ենք, դա պետք է նույն օր լինի, որովհետեւ տրամաբանական է, տարբեր օրեր եթե վերցնենք, հետո արդեն արյան նմուշը անցնում է որոշակի հետազոտություններ, դրանք արյան միջոցով փոխանցվող վարակների մասն է խոսքը, վտանգավոր վարակների եւ նաեւ մեր երկրում ակտուալ։ Ստուգում ենք դոնորական արյունը միավարակի դեմ, հեպատիտ B, C, սիֆիլիս, բրուցելոզ, երկու եղանակով այս ամենը, բացի սիֆիլիսից, բրուցելոզից, հեպատիտ B-ն, C-ն եւ միավարակը ստուգում ենք եւ հակամարմին հակածին, ինչպես նաեւ DNT-ի կամ RNT-ի մոլեկուլն ենք հայտնաբերում PCR մեթոդով, որը ավելի անվտանգ է դարձնում արյան փոխներարկումը։ Որից հետո կատարվում է արդեն վերջնական պահեստավորում։ Այո, արյունը ինքը ամբողջական արյունը ինքը այդպես չի պահվում, ամեն բաղադրամաս ունի իր պահպանման ջերմաստիճանը, ժամկետը, արյունը ցենտրիֆուգվում է, բաժանվում է 3 բաղադրամասերի՝ էրիթրոցիտային զանգված, տրոմբոցիտային զանգված եւ պլազմա։ Ամեն բաղադրամաս պահվում է իր ջերմաստիճանի ռեժիմում։ Արդյոք կա ինֆորմացիա, որի մասին պետք է դոնորը եւս տեղյակ լինի, արյուն հանձնելուց հետո ինչ զգացողություններ կարող են լինել, որոնց մասին ինքը իրազեկվում է նախապես։ Այդ օրը ինքը պետք է ֆիզիկական աշխատանք ծանր չանի, շատ ոտքի վրա չմնա, արևի տակ չմնա, այսինքն այն բոլոր բաները, որոնք որ կարող են հանկարծակի ճնշման անկում առաջացնել։ Պարտադիր չի, որ դա միշտ լինի։ Հաջորդ օրը ինքը արդեն լիովին
կարող է գնալ աշխատանքի, զբաղվել սպորտով, մեքենա վարել, ոչ մի խնդիր չի։ Եվ ի դեպ նույն մարդը ինչքան կարող է հաճախ լինել դոնոր։ Նվազագույն ժամկետը 2 ամիսն է։ Տղամարդիկ տարեկան կարող են 5 անգամ հանձնել, կանայք 4 անգամ։ Արդյոք համաճարակները, այս սեզոնային վիրուսները, ինչու ոչ COVID-ը, ինչ որ կերպ ազդեցին նաև դոնորության եւ առհասարակ արյան պահեստավորման վրա։ COVID-ը իրոք ազդեց, առաջացան սահմանափակումներ մարդկանց տեղաշարժման, տրանսպորտը դադարեց, շատ դժվար է դոնորներին կանչել արյունատվության, ինչպես նաև մեծ քանակ կար նաև դրական տեստի դոնորների մեջ։ Երկրորդ, այսպես ասած, խոչընդոտը եղավ մեր անձնակազմի հետ կապված, որ շաբաթը մեկ մեզ էին տեստավորում, անկախ նրանից առողջ չէինք, ոչ մի գանգատ չունեինք, բայց տեստը դրական էր տալիս եւ այդ աշխատողները մեկուսացվում էին, այսինքն երկրորդ խնդիրը աշխատուժի նվազումն էր, երրորդ խնդիրը առաջացավ, երբ մեր մոտի այդ պարագաները օգտագործման սպառվեցին եւ ներկրումը երկիր շատ էր դժվարացել, տրանսպորտը ավիափոխադրումները չէր աշխատում, բայց միաժամանակ հիվանդները կային, չէին պակասում, արյան կարիքը կար, ասեմ ավելին, որ COVID-ով հիվանդներն են նույնիսկ սկսվեց արյուն փոխներարկվել, նրանց մոտ զարգանում էր անեմիա, դժվար էր իհարկե այդ շրջանը, մեզ մոտ կտրուկ հատկապես առաջի 2 ամիսը մարտ, ապրիլ նվազեց, դոնորությունը կարելի ասել 30%-ով, բայց հետո աստիճանաբար կարողացանք հաղթահարել դուրս գալ այդ վիճակից։ Եվ ամփոփելով թեման, իհարկե խնդրում եմ ասեք նաև ինչ վիճակում ենք մենք այսօր, արդյոք ունենք բավարար արյան պաշարներ եւ իհարկե ինչ կոչ ունենք մեր հեռուստադիտողներին։ Այո, պաշարները ունենք այսօր, բայց եթե այսօր մենք ունենք բավարար քանակի պաշար, դա չի նշանակում, որ վաղը նույնպես այդ պաշարը կլինի, եթե անընդհատ չհամալրվի, որովհետեւ օրինակ մենք գնում ենք կատարում ենք ինչ-որ ակցիա արյունատվության մոտ 50-60 պարկ արյուն ենք վերցնում, բայց դա ընդհանրապես այդ մեկ օրվա քանակն է, հաջորդ օրը եթե մենք այս ամեն շարունակական չանենք, մենք պաշար չենք կարող ունենալ։ Մեր այս իրազեկման արշավների ընթացքում մենք տեսնում ենք, որ մեր բնակչությունը պատրաստակամ է արյուն հանձնելու, բայց շատերը սպասում են, ինչ որ բանի չեն հանձնում, սպասում են, որ այդպիսի միջոցառում լինի, արտակարգ դեպք լինի, անմիջական կոչ լինի, նոր գան հանձնեն։ Իհարկե նման դեպքերում շատ դժվար է մշտապես ունենալ արյան պաշարներ, դրա համար կոչով դիմում են բոլորին չսպասեն այդպիսի ակցիաների, այլ երբ հարմար է տարվա մեջ 1-2 անգամ որ գան հանձնեն, գիտակցելով, որ եթե այսօր իրանք փրկեցին ինչ-որ մեկի կյանքը, վաղը մյուս օր կարող է ինչ-որ մեկ ուրիշի արյունը փրկել իրենց կամ իրենց հարազատի կյանքը։ Համաձայն եմ, շատ ոգեշնչող է եւ իհարկե ես անձամբ ընդունում եմ այս կոչը, որովհետեւ ինքս ցանկություն ունեցա անպայման այցելելու եւ որպես դոնոր եւս հանդիսանալ։ Շնորհակալ եմ ձեզ այս հետաքրքիր եւ կարեւոր գործունեության համար եւ մեր հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով տնօրեն Անդրանիկ Շամիլյանը, ում հետ մենք խոսեցինք արյան դոնոր հանդիսանալու կարևորության մասին, իսկ այս պահին տեղափոխվենք խորհուրդ մասնագետի ծեչ։ Ողջույն, ես Աստղիկ Սուջյանն եմ, Նյարդաբան Վարդանանց բժշկական կենտրոնում։ Այսօր խոսելու եմ էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի մասին, հետազոտություն, որը շատ ինֆորմատիվ է եւ լայն կիրառություն ունի, սակայն վերջինիս մասին կարծում եմ բավարար ինֆորմացիա տարածված չէ։ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան հետազոտություն է, որի ընթացքում մենք էլեկտրական հոսանքի, երբեմն ասեղի օգնությամբ ստուգում ենք մեր ձեռքերի եւ ոտքերի նյարդերը, մկանները եւ վերջիններիս համատեղ աշխատանքը։ Ինչ գանգատների դեպքում կարող է կատարվել այս հետազոտությունը։ Օրինակ, ամենատարածվածներից ձեռքերի, ոտքերի թմրածություն, ցավ, մկանային թուլություն, անգամ երբեմն կարող եք նկատել, որ մկանները որևէ վերջույթում բարակում են։ Ամենատարածված խնդիրներից մեկը օրինակ ձեռքերի թմրածությունն է, որը կարող է արթնացնել քնից, խանգարել ձեր առօրյա աշխատանքին, եւ ինչքան տհաճ ու բարդ է թվում այս գանգատը, այդքան ավելի պարզ է պատճառը, դա ընդհանրապես նյարդի սեղմվածությունն է ձեր դաստակների շրջանում, որը հենց այդպես էլ կոչվում է կարպալ կամ դաստակային թունելի համախտանիչ, որը շատ հեշտությամբ կարելի է ախտորոշել այս հետազոտությամբ։
Մյուս շատ տարածված խնդիրը դա տարբեր տեսակի մեջքացավերն են պարանոցային շրջանում, գոտկային հատվածում եւ շատ ավելի տարածված այսպես կոչված իշիազը կամ նստանյարդի ցավը, երբ արդեն ցավը տարածվում է դեպի ոտք։ Այս դեպքում էլեկտրոնեյրոմիոգրաֆիան մեծ նշանակություն ունի ախտորոշման հստակեցման, ինչպես նաեւ նյարդի վիճակը գնահատելու համար, ինչը շատ կարեւոր է բուժման ճիշտ մոտեցումը ընտրելու համար։ Բացի թվարկված մեծ տարածում ունեցող խնդիրներից մենք ունենք նաև որոշակի ավելի բարդ նյարդամկանային հիվանդություններ, որոնց դեպքում էլեկտրոնեյրոմիոգրաֆիան հաճախ միակ ախտորոշիչ մեթոդն է։ Եվ այս դեպքում մենք բացի հոսանքից օգտագործում ենք նաև հատուկ ասեղներ, որոնցով արդեն ստանում ենք մկանագիրը, այսինքն ստանում ենք ձեր մկանի ակտիվությունը, գնահատում ենք վերջինիս աշխատանքը։ Կարևոր ինֆորմացիա հետազոտության հետ կապված չկա որևէ նախապատրաստական աշխատանք մինչև հետազոտությունը։ Միակ բանը, որ մենք խնդրում ենք մեր պացիենտներից, դա նախորդ օրը ձեռքերի կամ ոտքերի շրջանում չօգտագործել որևէ խոնավացնող քսուկ, որը կարող է բարդեցնել հետազոտության աշխատանքը եւ ընթացքը։ Հետազոտության ընթացքում ցավ չենք զգում, բայց բնականաբար զգում ենք հոսանքի զգացողությունը, որը երբեմն կարող է այդքան էլ հաճելի չլինել։ Ինչպես է տեխնիկապես կատարվում հետազոտությունը, այն առավել հաճախ կիրառվում է ձեռքերի եւ ոտքերի շրջանում։ Մենք ունենք հատուկ կպչուն էլեկտրոդներ, որոնք փակցնում ենք ձեռքերի եւ ոտքերի մաշկին եւ ունենք հատուկ սարք, որը կոչվում է ստիմուլատոր եւ որի միջոցով մենք տալիս ենք հոսանքի իմպուլսներ եւ հատուկ սարքի միջոցով գնահատում ենք ձեր նյարդի եւ մկանի ակտիվությունը։ Եվ արդեն որոշ առանձին դեպքերում օգտագործում ենք նաև հատուկ ասեղ եւ պարզ ծակոցի միջոցով գրանցում ենք մկանի ակտիվությունը։ Այսպիսով ամփոփելով կարող եմ ասել, որ մի մեծ խումբ նյարդաբանական պաթոլոգիաների ժամանակ էլեկտրոնեյրոմիոգրաֆիան կարող է լինել հիմնական եւ միակ ախտորոշիչ գործիքը, իսկ որոշ դեպքերում էլ հուշել մեզ, թե ինչ հավելյալ հետազոտությունների կարիք կարող ենք ունենալ։ Հարգելի հեռուստադիտողներ, մինչ մեր հյուրին ներկայացնելը հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքանիշով։ Բնական կոնցեպտով պատրաստված Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Այսօր խոսելու ենք կարևոր մի թեմայից, որը վերաբերվում է նորածիններին։ Նորածինների սենյակի կազմակերպումը ոչ միայն նորաձևության եւ գեղեցկության մասին է։ Դա այն միջավայրն է, որտեղ նորածինը իր առաջին կապն է հաստատում արտաքին միջավայրի հետ։ Ինչպես ընտրել մահճակալը, ինչպես ընտրել բոլոր անհրաժեշտ պարագաները, այս եւ այլ կարևոր թեմաների մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Իմ հյուրն է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Թամարա Չաղարյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Եկեք սկսենք նախ նրանից, ինչպիսի սկզբունքներ կան երեխայի սենյակի կահավորման հետ կապված։ Իհարկե, տեսեք, առհասարակ նորածնի սենյակի կահավորումը ընտրելիս մենք պետք է առաջնորդվենք երկու հիմնական եւ կարևոր սկզբունքներով։ Դա առաջին հերթին անվտանգ միջավայրի ապահովումն է նորածնի համար, եւ երկրորդ սկզբունքը, որը ոչ պակաս կարևոր է ինչպես նորածնի, այնպես էլ ապագա մայրիկի համար, դա հարմարավետության ապահովումն է, քանի որ մանավանդ կյանքի առաջին ամիսներին նորածինը եւ մայրիկը իրենց ժամանակի մեծ մասը անց են կանցնում հենց ննջասենյակում։ Նորածնի սենյակը կահավորելիս մենք պետք է նախապատվությունը տանք հնարավորինս մինիմալիստական ոճի, նորածինը կարիք չունի դեկորի, պարագաների, գորգերի, փափուկ խաղալիքների, կահույքի հիմնական բաղկացուցիչ մասերը, որ մեզ անհրաժեշտ են, դա նորածնային մահճակալն է եւ ցանկալի է նաեւ որպեսզի սենյակում լինի զգեստափոխման հարթակով հատուկ պահարան, նորածնի խնամքի պարագաների, ինչպես նաեւ հագուստը պահելու եւ զգեստափոխման եւ խնամքի գործողությունները ավելի հարմարավետ դարձնելու համար Նորոգումը սկսելիս արդեն իսկ մենք պետք է ընտրենք հնարավորինս բնական եւ էկոլոգիապես մաքուր նյութեր, նույնը վերաբերվում է նաեւ կահավորման պարագաներին։ Շատ լավ, եթե այսպես դիտարկենք, որ առաջինը ընտրում են միգուցե պարագաները եւ անկողնային եւ մահճակալ, ինչ կասեք այդ մասին, Թամարա, ինչպես պետք է ընտրել նույն մահճակալը, ինչպիսին լինի, թե փայտը, թե իր կառուցվածքը կլոր է, օվալ է, քառակուսի, արդյոք դա կարեւոր է թե ոչ։ Տեսեք, իհարկե ցանկալի է, որ մենք ընտրենք բնական փայտից մահճակալ կամ հատուկ նյութեր կան, որոնք արդյունքում են անվտանգության սերտիֆիկացում եւ թույլատրելի են մանկական կահույք պատրաստելիս։ Ոչ պակաս կարևոր է նաև օգտագործվող ներկերի, ներկանյութերի անվտանգությունը, ներկը պետք է լինի ջրային հիմքով պատրաստված, ոչ տոքսիկ, առանց հոտ։ Մահճակալի ձևը իրականում շատ մեծ նշանակություն չունի, բայց նշանակություն ունի մահճակալների
մակերեսը պետք է լինի հարթ, հղկված, առանց սուր անկյունների, մահճակալը եւ ներքնակը ամբողջությամբ պետք է համապատասխանեն իրենց չափերով։ Միանգամից նաեւ անդրադառնանք ներքնակներին, ներքնակը պետք է լինի կոշտ, քանի որ նորածնի ողնաշարը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ եւ փափուկ ներքնակը կարող է նույնիսկ վնասել երեխային։ Ներքնակը պետք է պատրաստված լինի բնական եւ հիպոալերգիկ նյութերից։ Եվ այդ բարձերը, որ դրվում են, դա խիստ կարևոր է, որ բոլոր կողմերից երեխան բարձիկներով շրջապատված լինի, թե ոչ, ճաղերը լինեն, թե ոչ։ Նորածինները բարձի կարիք, որպես այդպեսին նախև առաջ նշեմ, որ առհասարակ չունեն, իսկ մահճակալում դրվող դեկորատիվ բարձերը, փափուկ խաղալիքները հանդիսանում են ոչ միայն փոշու կուտակման վայր, այլ նաև երբեմն կարող են վնասել, եթե նորածինը դեմքը անզգուշությամբ ծածկի այդ բարձերից որևէ մեկով կամ փափուկ խաղալիքով եւ առաջացնի իր շնչառության դժվարեցում։ Եթե մահճակալի ճաղերը երևում են, դա խնդիր չի համարվում, ավելի լավ է այդպես պարզունակ լինի։ Խոսենք Թամարա նաև լուսավորությունից եւ խոնավեցումից, արդյոք անհրաժեշտ է հատուկ խոնավեցնել օդը թե ոչ, պատուհանին լուսամուտին ավելի մոտ լինի թե ոչ, եթե կարելի այս մասին եւս խորհուրդներ։ Ընդհանրապես նորածնի սենյակում ցանկալի է ապահովել 20-ից 22 աստիճան ջերմաստիճան, գիշերային ժամերին, գիշերային քնի համար, նույնիսկ մի փոքր ավելի ցածր ջերմաստիճաններն են նպաստավոր, 18-ից 20, որովհետև ապացուցված է, որ ցածր ջերմաստիճանը նպաստում է քնի, ավելի լավ քնի որակին։ Օդի խոնավությունը առհասարակ բնակելի տարածքներում, բնակարաններում ցանկալի է, որպեսզի պահպանվի 40-ից 60%-ի սահմաններում։ Եթե մենք խոսում ենք հենց նորածնի սենյակի մասին, այստեղ նույնիսկ նախընտրելի է մի փոքր ավելի բարձր խոնավություն ապահովել, օրինակ 50-ից 70%-ի մասին ենք մենք խոսում։ Ցանկալի խոնավության կարելի է հասնել հաճախակի օդափոխելով նորածնի սենյակը, ինչպես նաև ներկայումս իհարկե կան հատուկ օդի խոնավեցուցիչներ, որոնք եւս թույլատրելի են նորածնային սենյակներում։ Ինչ վերաբերվում է լուսավորությանը, օրվա ցերեկային ժամերին մենք նախապատվությունը տալիս ենք լույսի բնական աղբյուրներին, իսկ երեկոյան եւ գիշերային ժամերին նորածնի սենյակում պետք է լինի մեղմ, ոչ վառ գույների, տաք գույների ցանկալի է լուսավորություն, որովհետեւ ապացուցված է, որ վառ եւ գունավոր լույսը կարող է ավելորդ գրգռվածություն առաջացնել նորածնի մոտ։ Այո, քնի հորմոնին էլ խանգարել երևի թե։ Տեսեք, օրինակ շատ փոքրիկներ կան, որ մթության մեջ էլ փոքրուց սովորեն եւ իրենք հանգիստ քնում են։ Կարծում եմ դա եւս հանգիստ քնի իրոք կարևոր նախապայմաններից մեկն է։ Կարելի է օգտագործել լուսամփոփներ հատուկ փոքրիկ, թույլ լույս, ցրված լույս ապահովելու նպատակով։ Իսկ հետաքրքիր է արդյոք կան գործոններ, որոնք խիստ ցանկալի չէ եւ պետք է խուսափել երեխայի սենյակը կահավորելիս։ Այո, ինչպես արդեն նշեցի, դա փափուկ գորգերն են, փափուկ խաղալիքները, փափուկ կահույքը, դեկորատիվ ավելորդ պարագաները, որոնք դժվարացնում են սենյակի մաքրումը, հանդիսանում են փոշու կուտակման վայր եւ հաճախ նաեւ կարող են լինել ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ։ Նաեւ խորհուրդ է տրվում սենյակից բացառել ամեն տեսակ հոտավետ նյութերը, օրինակ հոտավետ մոմեր, տարբեր տեսակի աերոզոլներ, արոմատիզատորներ, որոնք նախատեսված են բնակարանում հաճելի բույր ապահովելու համար, բայց նորածինը դրանց կարիքը բնավ չունի։ Նորածինը դա չի գնահատի։ Եվ իհարկե ցանկալի է նորածնի մասին խոսելիս դեռ մի փոքր դա վաղ է, բայց առհասարակ երեխայի սենյակում պետք է մենք բացառենք սուր անկյունները, ներկայումս բազմաթիվ միջոցներ կան սուր անկյունները փակելու համար, ինչպես նաև ցանկալի է փակել հոսանքի աղբյուրները բոլոր սենյակում։ Եվ եթե մենք խոսում ենք հենց նորածնի մասին, նորածնի մահճակալը հոսանքի աղբյուրներից եւ էլեկտրական սարքերից ցանկալի է, որպեսզի հնարավորինս հեռու տեղակայված լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ օգտակար խորհուրդների համար եւ վերջում, եթե ունեք ընդհանուր խորհուրդներ, որ կուզենաք հնչեցնել ծնողների համար, հատկապես նորաթուխ մայրիկների, խնդրեմ Թամարա։ Մենք չանդրադարձանք անկողնային սպիտակեղերի ընտրության հարցին։ Անկողնային սպիտակեղեն ընտրելիս մայրիկները պետք է նախապատվությունը տան բնական կտորից պատրաստված սպիտակեղենին։ Նորածնի դեպքում հիմնականում դա բամբակյա անկողինն է, ինչպես նաեւ ծածկոցների հարցին, ներկայումս հաստ, մեծ, փափուկ վերմակները խորհուրդ
չեն տրվում օգտագործման համար եւ ավելի ցանկալի է երեխային հագցնել քնելուց պարզապես ըստ եղանակի եւ եթե արդեն կա անհրաժեշտությունը օգտագործել քնապարկ կամ բարակ ծածկոցներ եւ երեխային ամբողջությամբ չծածկել։ Նույն շնչառական ուղիները փակելուց խուսափելու համար։ Այո, ես նույնիսկ նկատել եմ վերմակներ ընտրելիս որոշ տեղերում նշված էր, որ հատուկ ավելորդ գերտաքացումը եւս խոր չի տրվում երեխային ու որևէ կարիք դրա չկա։ Երևի դա դրա համար եւս կարևոր խորհուրդ է։ Շատ լավ, իսկ ինչ կասեք սպիտակեղենը լվանալու միջոցների, այ որ հին ժամանակներում եռացրել են, արդյոք հիմա օրինակ 60 աստիճանի լվանալը, հեղուկ ընտրելը, երկու բառ ուղղակի եւ իհարկե արտուկելը արդյոք անհրաժեշտ է թե ոչ։ Տեսեք, սպիտակեղենը պետք է հաճախակի լվանալ իհարկե։ Շաբաթը մեկ ըստ անհրաժեշտության կարելի է նույնիսկ ավելի հաճախակի, որովհետև անկանխատեսելի է, թե ինչ հաճախականությամբ սպիտակեղենը կարող է աղտոտվել։ Խորհուրդ է տրվում 60 աստիճանի պայմաններում կատարել նորածնի անկողնային սպիտակեղենի լվացումը։ Արդեն ինչ նյութերով դա կատարել, իհարկե ընտրում է մայրիկը, բայց դրանք եւս պետք է լինեն էկոլոգիապես մաքուր, առանց սուր հոտերի, առանց գունանյութերի, այսինքն ցանկալի է օգտագործել մանկական լվացքի նախատեսված գելերից։ Շատ լավ։ Իսկ արտուկելը կարծում եմ դեռևս ցանկալի է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր խորհուրդների համար։ Հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրն Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Թամարա Չաղարյանը, ում հետ խոսեցինք նորածինների սենյակի կահավորումից, անհրաժեշտ պարագաներից եւ իհարկե խոսեցինք ինչից է պետք խուսափել։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքանիշով։ Բնական կոնցեպտով պատրաստված Canbebe տաղդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Այս պահի տեղափոխվում են գեղեցկության գաղտնիքներ էջ։ Հարգելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ Implantum Aesthetic բժշկական կենտրոնից։ Այսօր զրուցելու են կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժիշկ կոսմետոլոգ ռադիոլոգ Ելենա Ադամյանի հետ, խոսելու ենք ինչպես է առնչվում էսթետիկ բժշկությունը եւ սոնոգրաֆիան։ Ողջույն, բժշկուհի Ադամյան։ Ողջույն։ Բացի այն, որ դուք կոսմետոլոգ եք, ես գիտեմ, որ ունեք նաև ռադիոլոգիի կրթություն, եւ այսօր խոսելու ենք այս երկու մասնագիտությունների առնչության մասին։ Հետաքրքիր է ինչպես է օգնում սոնոգրաֆիայի կիրառումը էսթետիկ բժշկության մեջ։ Այո, այսօր դիագնոստիկան գրեթե ամբողջ բժշկության մեջ շատ կարևոր դեր է կատարում, այսինքն առանց դիագնոզի բուժում չի իրականացվում։ Եվ մեր էսթետիկ բժշկության մեջ եւս շատ կարևոր է, եւ ես լինելով նաեւ բժիշկ ռադիոլոգ, սոնոգրաֆիստ նաեւ, շատ կարևորում եմ անվտանգ աշխատելու սկզբունքը եւ այդ իսկ պատճառով որոշեցի, որ պետք է ռադիոլոգիան բերել էսթետիկ բժշկություն եւ քանի որ մենք բավականին դժվար եւ բարդ աշխատանք ենք կատարում դեմքի վրա, այսինքն կատարում ենք վտանգավոր ինյեկցիոն եւ պատասխանատու պրոցեդուրաներ, շատ կարեւոր որպեսզի այդ ամբողջը հսկողություն ունենա, իսկ ինչու ոչ, եթե ոչ հենց սոնոգրաֆիկ ապարատը, որը իսկապես տալիս է մեզ մեծ ինֆորմացիա, այսինքն այն ինչու որ մենք չենք տեսնում արտաքինից ապարատի միջոցով կարող ենք տեսնել եւ հսկել ասեղի ծայրը, տեղակայությունը որտեղ է գտնվում եւ իհարկե ապահովել անվտանգ ինյեկցիոն պրոցեդուրան։ Խնդրեմ ներկայացնեք, արդյոք դա կատարվում է պրոցեդուրաներից առաջ, հետո, ընթացքում, սոնոգրաֆիկ հսկողությամբ է կարիք լինում անցկացնել որոշակի միջամտություններ։ Այո, իրականում մենք եւ ընթացքում ենք իրականացնում պրոցեդուրան եւ նախորոք ենք անում, այսինքն կան պրոցեդուրաներ, որ ցանկալի է նախորոք, մոտավորապես ինդիվիդուալ անատոմիան իմանալ, դիագնոզել, այսինքն իմանալ անօթագրությունը, որովհետեւ մենք ի վերջո բոլորիս անատոմիան նույնը չէ եւ անհատական է, իսկ գրքային ուղղակի աշխատելը դա շատ սխալ է, որովհետեւ կարող է մի բուժառուի մոտ տվյալ անոթը անցնել նույն տեղով, ինչ որ գրքում է դրված, իսկ մյուս պարագայում լրիվ իսկ այստեղ մենք ունենում ենք անհատական անատոմիան արդեն եւ ըստ դրա արդեն սկսում ենք աշխատել, բայց քանի որ կան պրոցեդուրաներ, որոնք ավելի վտանգավոր հատվածներում ենք աշխատում, երբեմն ինքը հենց հսկվում է ընթացքում, այսինքն կիրառվում է։
Այ հետաքրքիր է հատկապես որ միջամտությունները, պարտադիր դրանք պետք է լինեն ներարկումային, ապարատային, որ դեպքում է, որ սոնոգրաֆիան մեծ առավելություն է համարվում։ Հիմնականում ֆիլերային աշխատանք կատարելիս, հատկապես հենց դեմքի, ակնակապճային հատվածում, կապ չունի, հենց ինքը քիչ շրթունքային ծալքդ կարող է լինել, անպայմանորեն, անպայման մենք կիրառում ենք այս հետազոտության մեթոդը եւ նոր սկսում ենք կատարել արդեն բուն պրոցեդուրան։ Երբեմն այդ վտանգավոր հատվածներն են հենց ինքը ակնակապճային հատվածը, այդտեղ անպայման պետք է անոթը տեսնենք, որովհետեւ չպետք է, աստեղը կպնի անոթին եւ դրա համար պետք է ընթացիկ նաեւ հսկողություն։ Սակայն մենք դա միայն ինյեկցիոն պրոցեդուրաների ժամանակ չի որ կիրառում ենք, երբեմն սխալ ներարկված ֆիլերը մենք կարողանում ենք հենց ճիշտ ախտորոշել տեղակայումը, որովհետեւ սխալ ներարկված ֆիլերը պետք է քայքայել, իսկ մոտավորապես գուշակել որտեղ կարող է լինել ֆիլերը եւ ներարկել դա հիալուրոնիդազան, դա սխալ է, որովհետեւ ինքը պրեպարատը արդեն իսկ ալերգիկ է, իսկ չափաբաժինը պետք է կառավարել, իսկ այս պարագայում մենք կարողանում ենք տեսնել որտեղ է միգրացիան գնացել, որտեղ է, որ հատվածում է ֆիլերը եւ հենց թիրախավորված ներարկումը կատարել։ Շատ հետաքրքիր է։ Եթե ես ճիշտ հասկացա, անկալեցի կրկնեմ, որպեսզի հեռուստադիտողները եւս ավելի պարզ լինի, մեզ համար սոնոգրաֆիան եւ նախապես կարեւոր է պարզելու անոթավորման համար, որպեսզի սխալ անոթներ, ինչպես դուք ասացիք, վտանգավոր լոկալիզացիայում ներարկում չանենք եւ նույնիսկ ֆիլերի քայքայման համար, եթե կարիքը կա, ապա ավելորդ եւ ոչ հիմնավոր նյութ ներարկելու փոխարեն մենք կարող ենք պարզել հստակ իր տեղակայումը, նույնիսկ քանակը եւ միայն այդ դեպքում քայքայում կատարել։ Այո, դա բնականաբար հենց անվտանգության կանոններից ելնելով ենք անում, որովհետեւ նույն ինքը ֆիլերի քայքայումը դա այնքան էլ անվտանգ պրոցեդուրա չի եւ ցանկալի չի, որպեսզի շատ դոզավորված լինի, այո։ Ինչպես հասկանում եմ, մենք խոսում ենք ավելի շատ նախընտրելի միջոցի եւ այսպես ներքին կանոնակարգի եւ ուղեցույցի, որից դուք եք օգտվում, բայց ոչ միշտ է որ մասնագետները օգտվում են այս միջոցից, միգուցե այո, գուշակելով, ենթադրություն անելով են ներարկում անում, ինչ խորհուրդ կտաք մեր հեռուստադիտողներին, ովքեր օրինակ պարբերաբար կատարում են նմանատիպ միջամտություններ, ֆիլերների ներարկում կամ ասեղային եւ այլ միջամտություններ, ինչպես իրենց առողջության համար հոգ տանեն եւ ինչպես հետեւողական լինեն, որ գրագետ կատարվի։ Գիտեք, սա ընտրության հարցել է բժշկի, այսինքն բժիշկը ինքն է ընտրում կիրառի այս մեթոդը, թե ոչ։ Ես քանի որ նաև դիագնոզող բժիշկ եմ եւ շատ կարևորում եմ հենց դիագնոստիկան բժշկության մեջ, ես ինքս որոշեցի, որ պետք է անպայմանորեն ունենամ սարքը եւ անվտանգ ներարկում կատարեմ։ Եվ գիտեք, նաև հավելեմ, թե որ պրոցեդուրաների ժամանակ ենք նաև կիրառում, երբեմն նիհարեցման պրոցեդուրայի ժամանակ գալիս են, հենց օրինակը բերեմ կրկնակզակը, Եվ այստեղ անպայմանորեն պետք է կարողանանք դիֆերենցիալ, ախտորոշել, այստեղ ունենք մենք ճարպիկ ուտակում, այտուցներ, թե ուղղակի հաստ մաշկ, որը կախված է, այսինքն դրա հաշվին է, որ կրկնակզակը երևում է։ Իսկ սարքը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք ախտորոշել, որովհետև դրանից ելնելով բուժման տակտիկան փոխվում է։ Որովհետև շատ անգամ լինում է գալիս, ասում են, գիտեք, մենք ճարպը քայքայող նյութ ենք ներարկել, բայց ոչ մի արդյունք չունենք, եւ ես այո, տեսնում եմ սարքով, որ իսկապես չի կարող լինի, որովհետև տվյալ անձնավորությունը ավելի շատ այտուցներ ունի։ Իսկ այստեղ արդեն լիմֆոդրենաժային ինչ-որ այտուցը հանող պրոցեդուրաներ են պետք կիրառել։ Դրա համար շատ կարևոր ավելի գրագետ է դարձնում մեր աշխատանքը եւ ավելի թիրախավորված, որպեսզի մենք կարողանանք խնդիրը ավելի ճիշտ լուծում տալ։ Այո, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ, որ մեր հեռուստադիտողները այսօր որոշ նոր բաներ իրենց համար եւս բացահայտեցին։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնում, խոսեցինք Ելենա Ադամյանի հետ եւ պարզեցինք, որ նույնիսկ ռադիոլոգիական հմտությունները պետք են գալիս էսթետիկ բժշկության մեջ։ Մենք դեռ կհանդիպենք։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը։ Մինչ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ մեր եթերները կարող եք դիտել նաև YouTube-յան ալիքով։
Գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք արյան դոնորության մասին, պարզեցինք ովքեր կարող են արյան դոնոր դառնալ եւ իհարկե խոսեցինք ողջ գործընթացի մասին նախապատրաստումից մինչեւ հանձնելը։ Իսկ մանկաբույժը հաջորդիվ ներկայացրեց ինչպես պետք է նորածնի սենյակը կահավորված լինի, մաքսիմալ կոմֆորտ եւ ներդաշնակ պայմաններ ապահովելու համար։ Այնուհետև գեղեցկության գաղտնիքներ էջում պարզեցինք, որ սոնոգրաֆիան եւս կարևոր դեր ունի էսթետիկ բժշկության մեջ եւ խիստ անհրաժեշտության եւ ցուցման դեպքում կարող է նույնիսկ առավելագույն լավ արդյունքների հիմքը դառնալ։ Այսօր պատրաստել ենք այսքանը, հուսամ, որ մեր մասնագետների բոլոր խորհուրդները ձեզ համար օգտակար էին, մնացեք մեզ հետ եւ եղեք առողջ։